Իլոն Մասկը Մարսի գաղութացման գաղափարը հրապարակայնորեն ներկայացրել է 2016 թվականի սեպտեմբերի 27-ին Մեքսիկայի Գուադալահարա քաղաքում միջազգային տիեզերական կոնգրեսում։ Այդ ելույթը հայտնի է որպես մարդկությանը դարձնել բազմամոլորակային տեսակ անվամբ, որտեղ Մասկը մանրամասը ներկայացրեց իր ծրագիրը օգտագործելով Starship-ի նախնական տարբերակը։ Այդ պահից սկսած Մարսի գաղութացման նախագիծը դարձավ ոչ միայն SpaceX-ի, այլև Մասկի կյանքի գլխավոր առաքելություններից մեկը։ 2026 թվականին SpaceX-ն իր առաջին տիեզերանավերն ուղարկեց Մարս, հավաքելու կարևոր տվյալներ։ Մարդկային հետազոտողների առաքելությունները ստեղծեցին մշտական բնակության հիմքը, ուսումնասիրելով տեղական ռեսուրսները, էներգիայի արտադրությունը եւ բնակավայրերի կառուցումը։ Տիեզերանավերի թռիչքի համար օգտագործվեց հեղուկ մեթան եւ թթվածին, որոնք արդեն հնարավոր է արդյունահանել Մարսի ներքից։ Առաջին մարդիկ Մարսի վրա իրատեսականորեն ոտք դրեցին մոտ 2030-2040 թվականներին։ Մարսի բնակիչները հագնում են տիեզերազգեստ, որոնք հատուկ նախագծված է, շատ գեղեցիկ է եւ հարմարավետ։ Դրանք կոչվում են սկաֆանդրներ։ Դիմանում են մարսյան ցածր ճնշմանը, ունեն ներքին թթվածնի մատակարարում, ջերմաստիճանի կարգավորում, ներքին սառեցման համակարգերով, հարմարված են մարսյան փոշու պայմաններին։ Մարսի տրանսպորտային միջոցները ռովերներն են, որոնք աշխատում են էլեկտրական շարժիչով, մղվում են արևային վահանակների կամ ատոմային էներգիայի միջոցով, մշտապես կապի մեջ են բնակավայրի կենտրոնի հետ, ունեն հերմետիկ խցիկ, ճնշմամբ եւ օդափոխությամբ։ Մարսյան բնակիչների աշխատանքը հիմնականում գիտական հետազոտություններն են, կառուցապատումը, տեխնիկական սպասարկումը։ Այստեղ նաեւ իրականացում են կենսաբանական, հողաբանական ուսումնասիրություններ։ 2029-ից 2032 թվականներին գիտնականները կենտրոնացան ջրի պակասի, մագնիսական պաշտպանության եւ հողաբուսականության խնդիրների վրա։ Լաբորատորիաները խորը հորիզոններում հայտնաբերեցին ջրային շերտեր եւ մշակեցին նախնական կենսաբանական բջիջների տեսակի մոդելներ, որոնք կարող են գոյատևել Մարսի թույլ մթնոլորտում։ Կարմիր մոլորակը բնակեցնելուց հետո մարդիկ սկսեցին զարգացնել ջերմոցային տնտեսություն եւ Մարս մոլորակը երկիր մոլորակից սննդային առումով այլևս կախում չունի։ Բնակավայրերը խողովակաձև կառույցներ են, որոնք դիմանում են մարսյան ցածր ճնշմանը եւ բարձր ճառագայթներին։ Ներսում օդը վերամշակվում է, պահելով թթվածինը եւ վերահսկելով ածխաթթու գազի քանակությունը։ Տարածքները փակ են, մաքուր, շատ ֆունկցիոնալ, ներառյալ քնելու, աշխատանքի, սննդի աճեցման եւ ժամանցի գոտիները։ Մարսի մթնոլորտում կտեսնեք դրոններ, թռչող սարքեր, որոնք օգտագործվում են տեղանքն ուսումնասիրելու, կապ ապահովելու կամ հետախուզական նպատակներով, չնայած որ Մարսի բարակ մթնոլորտը սահմանափակում է դրոնների թռիչքը։ Մարսի վրա էներգիայի ստացման հիմնական աղբյուրը արևային մարտկոցներն են։ Սրանից դեռևս 20 տարի առաջ Մասկը նշում էր, եթե SpaceX-ը կարողանա մարդ ուղարկել Մարս, դա կլինի նրա կյանքի ամենամեծ ձեռքբերումը։ Նա նաև ասում էր, որ ցանկանում է մեռնել Մարսի վրա, բայց ոչ մակերևույթին բախվելով ջարդուխորտ լինելուց։ Կյանքը բազմամոլորակային դարձնելը պարզապես ծրագիր չէ, դա անհրաժեշտություն է։ Եվ այո, դա այսօր արդեն իրականություն է։